Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, երեք սրբապիղծները Գյումրիում էին, երկրաշարժի օրն էր եւ տեղի ունեցավ հերթական պիղծ, կեղծ, սուտ պատարագը։ Տեսեք, նախ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Շիրակի թեմին, Շիրակի թեմի բոլոր հոգևորականներին իրենց արժանապատիվ կեցվածքի համար իմ շնորհակալությունը հայտնել գյումրեցիներին։ Ես տեղյակ եմ, թե ինչպես են պետական կառույցներին, մանկապարտեզներին, դպրոցներին, երաժշտական դպրոցին պարտադրել, որ ներկա լինեն այդ պղծությանը, բայց գյումրեցիները հրաժարվել են, այնտեղ մի քանի բարեկամ մարզպետի ծանոթ գտել բերել էին, եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն երեխաներին, աղջիկներին, ովքեր բարձրացան 7 վերք եկեղեցու երգչախմբային հատվածը եւ վանկարկեցին վեհափարի եւ Շիրակի թեմի առաջնորդի անունը։ Գիտեք, մենք ամեն ինչ լսել էինք։ Ես օրինակ պրակատով իշավոտնուկ տեսել էի, պրակատով դագաղ անգամ տեսել եմ, պրակատով մերելի քելեխի սերվիս տեսել էի, բայց պրակատով քահանա, արենդայով քահանա, որ արենդա վերցնեն, բերեն, որ 7 վերքում պատարակ անցկացնի չէի տեսել։ Նիկոլ ասել եմ, տենց լավ չի, վալբրիզով ավելի էժան քահանա կարաս պատվիրես, որ շրջիկ քահանա, պրակատով, որ հետը տանես։ Պատկերացնում եք Շիրակի թեմի որևէ հոգևորական, ինչքան էլ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն գնացել է, ճնշել է, տերոր է արել, այդքան էլ ճիշտ առողջություն չեն համաձայնվել անցկացնել պատարակ, որտեղ պիտի սղեին, զեղչեին վեհափարի եւ Շիրակի թեմի առաջնորդը եւ Նիկոլ Փաշինյանը լուծումը գտել է պրակատով քահանայա վերցրել, այո, որ այլ թեմից եւ արենդայով քահանայա վերցրել, բայց ես առաջարկում եմ, պրակատով քահանա, առաջարկում եմ Նիկոլ, ես նայել եմ հոգևոր ծառայություններ մատուցող մարդիկ կան, ովքեր պատրաստ են այդ սքեմը հայտնեն, հագնել վալբրիզով ավելի էժան է, չնայած ինձ ասեցին այդ պրակատով քահանաները հաստատ անգամ ձրի են այդ ծառայությունները մատուցել, կրկնում եմ, պրակատով իշավոտնուկ տեսել եմ, պրակատով մերելի քելեխի սերվիս տեսել եմ, պրակատով դագաղ անգամ տեսել եմ, բայց պրակատով քահանա, որ հետը տանի, որ պատարակ անցկացնի, որտեղ պետքա զեղչվի վեհափարի անունը, չէինք տեսել։ Առաջարկս ուժի մեջ է 4900 դրամով Վալբրիսում պրակատով քահանա եմ գտել։ Պետք լինի հաջորդ պատարակի համար կարող եմ արտիկուլը Վալբրիսի ուղարկել։ Այս մասով հիմա ուզում եմ անդրադառնալ այն քահանա եպիսկոպոսներին, ովքեր այո, գիտեք, ես հիմա չեմ ուզում ասել դուք Կճոյան, նույն ինքը Բենթլի Սամո, ինչ էր Սիսեն 1, ինչ էր մարում, չգիտեմ, ասենք Վազգեն եւ այլն, Սիոն, ես չեմ ուզում ասել դուք ամաչում չէիք անհարմար զգում, երբ որ վազում էիք, գրեթե սենց կրոս մտած համայրա վազում էիք, որտեղ գյումրեցիները ձեր հետևից վանկարկում էին ամոթ, դուք խայտարակություն եք ձեր այսպես վեղարով փորձում եք ձեր դեմքերը փակել։ Նավասարդ Կոճոյան, ինչ ես դեմքդ փակում, դու դեմքդ պիտի փակեիր այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի ամբիոնից ընդամենը վերջերս Նիկոլը քո հասցեին բղավում էր Բենթլի Կճոյան, խոսում էր տարբեր երկրներում տարբեր սրբազանների կնիկներ եւ սիրուհիներ ունենալու մասին, խոսում էր տարբեր քրեական հանցագործությունների մասին, դու այդ ժամանակ պիտի դեմքդ փակեիր, գիտեք ով եք դուք, եկեղեցում դավաճանած սրբազաններ, դուք դասալիք եք, դուք շարքային դասալիքներ եք, որովհետև դուք դավաճանել եք ձեր ծառայությունը, դուք դավաճանել եք մայրաթորը եւ ես նորից եմ կրկնում, դուք Աստծուն չեք հավատում, դուք Աստծո խոսքը, դուք, ինչպես արդեն ասեցի, դուք Աստծո խոսքը տարածելու բարոյական իրավունք չունեք, որտեղ դուք շարքային դասալիքներ եք եւ մոտ այն օրը, երբ դուք ոչ միայն վռնդվելու եք
հայ առաքելական եկեղեցուց, այլև յուրաքանչյուրդ, ես էլ ցիտում եմ Նիկոլին, այն հանցագործությունների համար, որոնց մասին ձեզ վերագրվող Նիկոլը խոսել է ազգային ժողովի ամբիոնից, մենք հետամուտ ենք լինելու, Նիկոլի բարձրաձայնածը գետնով չենք տալու, կիսատ չենք թողնելու, Բենթլի, Սամո եւ մյուսներ, այն ամենը ինչում դուք մեղսագրվում եք, եւ այդ ամենի համար դուք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխան եք տալու։ Իսկ Նիկոլի թալանածը որ հատիկ է դա բերվելու, այո, հատիկ բնականաբար հետա ձեռք բերու։ Հիմա ես ուզում եմ այսօր այս քանի օր սոցիալական ցանցը Բայց մինչև այդ ես կուզենայի նաև այս թեմայից նորից խոսել, տեսեք ինչի համար ինքը գնաց, ինքը հայտարարում էր սեպտեմբերին կգնամ, հետո հայտարարեց հոկտեմբերին կգնամ, հետո ասեց որ վաղաշաբաթի ընտրություններից հետո, այսինքն հասկացավ, չէ՞ որ ձախողել է, չի կարող գնալ։ Իհարկե։ Ինքը գնաց ամենահայտնի սրբազանների ձերբակալության, ամենամեծ բարերարի Սամվել Կարապետյանի ձերբակալությանը եւ իրան թվաց հիմա պիտի վախեցնի, բան գնացել է, մի հատ ինչ որ կոմպրոմատների բան սկսեց բոլորի նկատմամբ սկսեցին խոստովանել, իր խոսքում նաև Արշակ Սրբազանն էլ չեմ ասամ ակնարկեց որ այո կանչել են թե ենթադրել է որ այդ կոմպրոմատների մասին է խոսել։ Այս ամենով հանդերձ մեկ էլ ինչ ենք տեսնում, հաջորդ օրը 27 եպիսկոպոս հայտարարություն է տարածում, հետո եւս 3-ն են միանում, մի հատ է բացի դրանից Արշակ Սրբազանն էլ նորից հաստատում է այդ ամեն ինչը իր հավատարմությունը եւ այդ 27-ը 30-ը իրենց հավատարմությունն են հայտնում ու ինչ է լինում, դրանից հետո որ եպիսկոպոսատ ժողով լինի վեհապարը, դի վերադառնա հետո եպիսկոպոսատ ժողով, այսպես ինֆորմացիա է գնում, որ վախեցրել է, որ կամ ձեր թույլ չէ ցամաքել թողի, այո, ուղղակի որտեղ հրճվում են, ես խնդրեի նաև Արշակ Սրբազանի թեմային եւ նաև այս եպիսկոպոսատ ժողովի մասին իրենց դրա մասին խոսեիք։ Ինչի ես ունեմ տեղեկատվություն, որ ինչի է վեհապարը հետաձգել եպիսկոպոսատ ժողովը, որովհետև կար տեղեկատվություն, որ այն եպիսկոպոսները, ովքեր իրենց հայտարարությամբ սատար են կանգնել Մայր Աթոռին, սատար են կանգնել եկեղեցուն, նրանք տարբեր երկրներից, մեր տարբեր աթոռներից, մեր տարբեր թեմերից գալու էին աշխարհասփյուր մեր թեմերից գալու էին Հայաստան եւ Զվարթնոց օդանավակայանում նրանց տարբեր պատճառաբանություններով թույլ չէին տալու ավելին, ես չեմ բացառում, որ ջեբները, օրինակ որևէ եպիսկոպոսի ջեբը պլանքցեին, ինչ ա եղել, որ հիմա ասենք, գիտեք, ասենք, երբ մեկը ինձ հարցնում է, էլի ասում է, լավ, ասենք, աբսուրդ է, չէ, ասենք Արշակ Սրբազանին, եթե ինչ որ բան հորինում են, մի քիչ ավելի սենց ծանրակշիռ բան կարային հորինեին, էլի ոչ թե Արշակ Սրբազանը, մի հատ տեսարանը պատկերացրեք, դիվանապետը, Արշակ Սրբազանը սենց պլանը, չգիտեմ պլանը ոնց է ալնում, սենց երևի, ծալած, սենց գցում է ինչ որ մեկի ջեբը, գիտեք ինքը ինչի է դա արել, ինքը կար արել, ասենք, չգիտեմ, Արշակ Սրբազանին մեղադեր, ասենք, Իսկանդերը, որ չի կրակել Շուշիում, դրա մեղավորը Արշակ Սրբազանն է եւ Ախուրյանցի անուն կհավատար, բայց ինքը հատուկ է դա արել, որ հասարակության Ախուրյանցի անով սեգմենտը ասի, էս չեք, ձեր սրբազանները շարքային բարիգներ են, հասկանում եք ինքը այնքան է իջացնում նշաձողը, որ հասարակության մեջ շարունակի սերմանել ապաթիա, միանշանակ, որովհետև որևէ շերտի վրա այլևս ինքը չի կարող աշխատել, իսկ այդ շերտը, որ ինքը ինչ ասում է, հավատում է, սենց ինչ ասեմ, շագրենի կաշվի նման, կատաղիորեն փոքրանում եւ մաշվում է, բայց քանի որ սոցիալական ցանցը ցնցել է նույն ինքը Լուլուի հայտարարությունը, ով հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցին իրեն թույլ չպիտի տար վիժեցնել խաղաղության գործընթացը եւ դրա համար ԱԱԾ-ն վաղուց պիտի ուրեմն պետք է մենք օգտագործեինք ԱԱԾ ռեսուրսները եկեղեցու դեմ, հիմա ես կարդում եմ Ալաշուքյուր, այո, Լուլուն, մի հատ հիշեք դրա դեմքը, Լուլուն հայտնել է քաղաքական միտք, ասել է ԱԱԾ-ն վաղուց պետք է օգտագործվեր հայ առաքելական եկեղեցու դեմ, որպիսի եկեղեցին իրեն հիմա մենք ասենք, չգիտեմ ինչ էր արել, չի ձերբակալում։ Հիմա այո, եկեղեցին իրեն թույլ Լուլուն ողջունում է ԱԱԾ-ի քայլերը եկեղեցու դեմ, Լուլուն պատկերացրեք Լուլուի դեմքը, նա արտահայտել է միտք, որ
ԱԱԾ-ն վաղուց պիտի զբաղվեր եկեղեցով, որպիսի եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը։ Հիմա ուշադրություն, կարդում եմ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը։ Հայ առաքելական եկեղեցին վտանգում է խաղաղության գործընթացը եւ իր ժողովրդին ներքաշում ուրեմն վտանգների եւ աղետների մեջ։ Հիմա Լուլուի եւ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունների միջև գթեք են, որ ասում դնում են, ասում են գթեք երկու տարբերություն, այսինքն սրանք նույնական քսերոքս են անում հայ առաքելական եկեղեցու դեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, Ադրբեջանի քաղաքական էլիտայի հայտարարությունները եւ այսպես, քանի որ խոսեցինք Ալաշուքյուր Փաշազադեից, խաղաղություն բառը ծամոնի պոպկորնի նման ծամողներին համար ցիտում եմ 2 օր առաջ մշակութային, չգիտեմ ինչ, համաժողովի ժամանակ Ալիևի հայտարարությանը Հայաստանը Ադրբեջանի հանդեպ կատարել է դաժանագույն հանցագործություններ։ Մենք դիմում ենք միջազգային հանրությանը, որպիսի մեզ այս հարցում սատար կանգնի, պատժի Հայաստանին իր կատարած հանցագործությունների համար եւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կատարած հանցագործությունների դեմ մեր պայքարում միջազգային հանրությունը մեզ կաջակցի։ Հիմա վնիմանիե վապրոս այս ձևակերպման մեջ, որը 2 օր առաջ արտաբերել է Ալիևը, դուք որտեղ տեսաք իղձ, ցանկություն, տենչ, նպատակ, մոտիվացիա, մղում գնալ խաղաղության։ Մարդը ասում է, մենք շարունակելու ենք միջազգային ատյաններում ներկայացնել հայցեր ընդդեմ Հայաստանի եւ շարունակելու ենք պայքարել Հայաստանի դեմ որպես ռազմական հանցագործ երկրի եւ դիմում ենք միջազգային հանրությանը, որպիսի այս հարցում կանգնի Ադրբեջանի օգտին, ավելին միջազգային բոլոր կառույցները Ալիևը Ադրբեջանը ողողել է միջազգային իրավունքի կետին, նորմին համապատասխան sense մի հատ լալահարաճ ձևակերպում են գտել մեծ հայրենադարձություն, օգտագործում են միջազգային իրավունքի նորմը, որը այո ողջունում է մարդը, ուզում է վերադառնալ իր ծննդավայր։ Դեմ եք, միջազգային հանրությունը ասում է, չէ, դեմ չենք, դե ասում է, որ դեմ չեք, արագ ուրեմն ճնշեք Հայաստանին, որ առաջիկա ամիսներին 300,000 ադրբեջանցի վերադառնա, ինչպես Ալիևն ասել այդ մշակութային նույն համաժողովի ժամանակ վերադառնա իրենց պատմական հողերը, իրենց պատմական հայրենիք։ Ավելին Ալիևը պահանջում է, որ երբ որ 300,000 ադրբեջանցիները կգան Հայաստան, այստեղ իրանք պետք է ունենան իրենց գյուղապետերը, իրենց դպրոցները, իրենց մշակութային օջախները հանրային հերոստատեսությամբ, իրենց ադրբեջաներենով հերարձակվող, որտեղ 300,000-ը դա մի հատ հսկայական էթնիկ խումբ է, դա մի հատ ամբողջ փոքրամասնություն է, եւ ինչպես պահանջում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, խորհրդարանում ունենան ադրբեջանցի падգամավոր, որտեղ մենք ունենք ազգային մյուս փոքրամասնություններից եզդի, քուրդ, ասորի, ռուս падգամավոր, լինի նաեւ ադրբեջանցի падգամավոր։ Ինչ է սա նշանակում? Սա նշանակում է ներսից առանց տանկերի, առանց բայրակթարների օկուպացնել եւ ոչնչացնել Հայաստանը։ Եթե որևէ մեկը որևէ այլ բացատրություն ունի, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք։ Ես հիմա ուզում եմ Տիկին Թովմասյան անդրադառնալ ես չգիտեմ, ես որոշել եմ, ես ինքս ինձ համար որոշել եմ ոչ մի կոպիտ բառ այլևս չօգտագործել, հասկանալով դա շատ դժվար է, դա ուղղակի անասելի ինձանից ջանքեր է պահանջում, որովհետև երբ որ Շեքսպիրի բառերով ասեք թշվառական ողորմելի։ Հա, դա ուղղակի անասելի։ Հիմա Թումանյանի տավարիցը։ Հիմա Մայրամին խնդրենք մի ինչպես ինքն է իր մասին ասել, բրբսնյակի ծաղիկ։ Ինչ։ Հիմա կասեմ ասելա ես հո չեմ կարա, եթե խմբակցությունը որոշում է կայացնում, դառնալ բրբսնյակի ծաղիկ։ Գուգլեցի, AI-ին, արհեստական բանականությանը հարցրեցի, ի՞նչ է բրբսնյակի ծաղիկը։
հիմա էկրանին կերևա այո այս մարդը կրթություն չունի անուն ազգանունը մի րոպե Հռիփսիմե Հունանյան ազգային ժողովի շատ կարևորագույն չունի կրթություն ֆիքսում ենք սա ժողովուրդ ազգային ժողովի կրթություն չունեցող այս մարդը ինքը ինչպես իրան բնորոշել է բրբսնյակի ծաղիկ այդպիսի բառ հայերենում չկա Հայկազյան Սուքյասյան սաղ բառարանները պեղել եմ բրբսնյակի ծաղիկ չկա ինչևէ բրբսնյակի այս ծաղիկը ով չունի կրթություն շատ կարևոր հանձնաժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահն է եւ նախորդին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այսինքն պատկերացրեք էլի ոլորտի բոլոր մարդիկ իր առաջ հաշվետու են նախարարությունը իր առաջ հիվանդանոցները նախարարությունը կրթությունից զուրկ այո բրբսնյակի ծաղիկի արչև հաշվետու են եւ ահա Նիկոլի բրբսնյակի ծաղիկն է եւ ահա այս անձնավորությունը բրբսնյակի ծաղիկ որ նման բառ հայերենում չկա բայց ինքը ասել է ես հո չեմ կարա բրբսնյակի ծաղիկ լինեմ որ խմբակցության որոշմանը դեմ գնամ արել է սենսացիոն հայտարարություն նորից ֆիքսենք որ այս կինը առողջապահության հանձնաժողովի նախագահն է կարևորագույն առանցքային եւ չունի կրթություն ուրեմն ինչա ասել բրբսնյակի ծաղիկը ով է նկատի ունենալով հիմա եկեք բրբսնյակի ծաղիկին մայրամ հանենք եւ դնենք Արցախի քաղաքական էլիտային եւ մեր ռազմագերիներին ով է իրենց ստիպել այս բրբսնյակի ծաղիկը ասում է Բաքվի բերդում խոշտանգվող եւ ցմահ ազատազրկման դատապարտվող մեր հայրենակիցների հասցեին ով է իրենց ստիպել որ գնան այդ քայլին եւ գնան Բաքվի բերդ հայ գերիները ինքնակամ են գնացել Բաքու վարչապետը ուղղաթիռ է ուղարկել նրանց հետևից նրանք չեն եկել հիմա Նիկոլ ես չգիտեմ այս բրբսնյակի ծաղիկը ինչ կրթական շկալայում իրան ոնց դասավորենք որ վիրավորական չհնչի անում է սենսացիոն հայտարարություն ասում է որ դու հայտարարել ես որ պատրաստ ես ուղաթիռ ուղարկել որ նրանք գան բայց հայ ռազմագերիները հրաժարվել են մենք իհարկե զավեշտով ենք վերաբերում այս կերպարին եւ դրա համար սրա հայտարարությունը չդարձավ լրատվականների թոփ վերնագիրը բայց հաշվի առնելով որ Հայաստանի սահմանադրությամբ սա այո լրջագույն պաշտոնյա է նա հայտարարում է որ հայ ռազմագերիները իրանց ոտով կամովին գնացել հանձնվել են Բաքվին եւ հրաժարվել են վարչապետի ուղարկած ինքնաթիռին Նիկոլ Փաշինյան ես ակնկալում եմ որ դու մոտ ժամանակներս առավոտները որ այսենց սրտի կանես պաչի կանես եւ այլն Զենֆիրայի կամ որևէ այլ երաժշտության տակ պատասխանես բրբսնյակի ծաղիկի արած հայտարարությանը արդյոք դու ուղարկել ես կամ պատրաստ ես եղել ուղարկել ինքնաթիռ, բայց մեր ռազմագերիները ասել են չէ, մենք Նիկոլի ուղարկած ուղաթիռը չենք ուզում, մենք կամավոր գնում ենք եւ հանձնվում ենք Բաքվի գերեվարությանը, չի կարելի ցանկացած պաշտոն այնքան իջեցնել, այնքան թաղել պլինդուզի տակ, որ ահա այսպիսի բրբսնյակները գնան եթեր եւ միտք արտահայտեն հետո էլ երբ որ լրագրողը ասի դուք արհամարել բառ առանց հի եք գրել ասի մի հատ բարդ ուղագրական շարադրություն տվեք առանց տարասխալ գրեմ գրազ եմ գալի ես հիմա քեզ մի հատ բարձ համադասական նախադասություն ասեմ չես կարողանա առանց տարասխալ գրել Իհարկե, ուղագրական կետադրականն էլ վրեն, ես չգիտեմ մտքայինն էլ հետը։ Սա իսկապես սենսացիոն հայտարարություն էր։ Բայց եկեղեցու թեմայի հետ կապված այս մարդը հայտարարեց, որ Ալենը կարծում եք պատահական է, ասեց հաջորդ լիստը, այո, մենք ուրեմն մարտաճարի ուղղությամբ Այո, եւ մենք տեսանք, որ 7 վերքում պրակատով արտագնա արենդայով
այո, արտագնա fake պատարակ անելու ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակն է ներողություն խնդրեց, որ կտրիչը ասես, այն չէ նշանակում։ Այո, ասես դա իմ, հա, որովհետև այսօր կտրի Այսինքն առավոտը կարող ենք մի սուտ ասել, ցերեկը կարող ենք, բայց որ քեզ համապատասխան բառը ասում ենք Ալեն, ինչի՞ ես տենց լացելով գնում բան դատարաններ ասում, բայ էտես ինչ ես, մարդը որ առավոտը մի բան ասում, ցերեկը մի բան ասում, հաջորդ օրը մի բան ասում, շեֆը որ գլխի տա տալի կամ մի հատ բանա գրում ասում, գնա արա, վազելով գնում անում ես։ Ամենավերջի բառերը ասում էին Նավասարդ Կճոյանի հասցեին, ՔՊ-ում իրար մեջ Կճոյանին ասում էին կճեպ, Կճոյանի մացի քո կլիչկան, ՔՊ որոշ շրջանակներում կճեպա, Բենթլի Սամո մի շրջանակում է, մյուս շրջանակում էլ կճեպա։ Ասում Կճոյանին եւ իր նմաններին։ Ես ասել եմ, իրանք բազմաթիվ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դատվելու են եւ հիմա ինչպես անոնսեց արենդայով պատարակի ժամանակ, արենդայով վերցրած քահանայով պատարակի ժամանակ Գյումրիի 7 վերք եկեղեցում Ալենը ժամանակն է, որ հաջորդ պատարակը տեղի ունենա Մայրաթորում, ես ուզում եմ ակնկալել, որ քաղաքական ուժերը հիմնա հնչեցնելու, չգիտեմ գնում չգիտեմ ինչ անելու, նախ բոլորը արձագանքեցին, որ դու ապուշ ես, տգետ ես, որ հայ առաքելական եկեղեցին նախ պետությունը չի ստեղծել, դրանք երկու առաքյալներն են ստեղծել, բայց ես գիտեք թե իրականում ինչի տեսանք չէ, որ Նիկոլը հայտարարեց, որ ինքը առաջարկում, այս եթե ինքը առաջարկում է դա անպայման պիտի կատարվի, որ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում պատարակից առաջ ամեն օր ժամը 10:55 րոպեին, որտեղ պատարակները սկսվում է 11-ին, հնչեցվի Հայաստանի Հանրապետության հիմնը, շատերը եւ տեղադրվի դրոշը, շատերը չեն հասկացել եւ չեն կարող ենթադրել, թե Նիկոլը ինչի համար է դա ասել։ Ես ասում եմ Նիկոլին ճանաչելով, որpիսի մեկ ամիս հետո արդեն բոլոր եկեղեցիներում ստիպի որ դնեն իր նկարները, դրոշը դրած է եւ պետական ատրիբուտիկայով պահանջելու է, որ հայ առաքելական, այո, մեղա եկեղեցում վեհափարի նկարի կողքը դրվի նաեւ իր նկարը, որտեղ աբսուրդ է մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատապետությունից եւ պահանջել, որ պատարակից առաջ հնչեցվի հիմնը, դա աբսուրդագույն գաղափար է, դրվի դրոշը, հաջորդ պահանջը լինելու է, որ դրվի իր նկարը բոլոր եկեղեցիներում։ Տիկին Թովմասյանը միջարից ես հարց ես տվեցի, չպատասխանեցիք, երբ որ պարոն Դանելյանի հետ էինք զրուցում։ Հոգեբանական ինչ որ պահ կա, քիչ առաջ էլ ասեցի, որ նախկիների կառուցած այդ շքեղ տեղերն է տանում, չէ, Գյումրին այդ վերանորոգված, այնտեղ կողքը այդ նոր եկեղեցին վերանորոգված, բան, ասենք ինքը պատահական է այդպես գնում։ Վարդան Ղուկասյանին փակել է կամ գնում է Գյումրի գլխատել է էլի Գյումրին, Միքայել Սրբազանին կալանավորել փակել է, գնում է հենց հատկապես այդ եկեղեցի։ Առաջին տարիներին հիշում եք, բոլոր հյուրերին տանում էր երկրորդ նախագահի կառուցած Հյուսիսային պողոտ այվերան, կա այստեղ ինչ որ մի բան։ Իմիջիայլոց ասում են թուրքեր ունեն այդպիսի մի բան, որ ինչ որ գրավում են արագ ուզում են sense իրենց սեփականաշնորհել։ Հիշում եք, չէ, որ պատերազմից առաջ հունիսին այն Պազիկ օպերացիայի ժամանակ, որը հերթական թրիգերը դարձավ Ադրբեջանի լայնածավալ հարձակման համար, ինչ էր ասում Սարդարապատում դրանից հետո, ասում էր տարածաշրջանի ամենահզոր բանակն է մերը եւ 71 մարտական խաչ պարգևատրեց Պազիկ օպերացիայի ժամանակ, այն դեպքում երբ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան միասին 71 մարտական խաչ չեն տվել։ Ուրեն այդ մարտական խաչ ստացողները որտեղ են։ Մի մասը բերքերված, քրեական գործերով Հայաստանից փախած, կեսն էլ ինչ որ դավաճանության մեղադրանքներով տանում բերվում են քրեակատարողական հիմնարկներ։ 3000 գործ միայն։ Այո, եւ հիմա քանի որ ինձ դիմել են նաև մեր թոշակառուները, ես ուզում եմ մի երկու սոցիալական խնդիր բարձրացնել, տեսակ չէ, նախ հայտարարեց, որ այդ 12000-ով թոշակը բարձրացնելու ենք, բայց քանի որ թոշակառուները չեն իմանալու այդ թոշակը ոնց ծախսեն, մենք դա իրանց չենք տալու, վերցնելու ենք, իրանց համար ապահովագրություն ենք անում, հետո ասում է թոշակառուները թող գնան բիզնես անեն, բա որ կներեք, թոշակառուներն այդքան անմեղսունակ են, հազար ներողություն, սիրելի թոշակառուներ
բարեկամներ, որ չեք իմանալու այդ 10,000 դրամը ոնց ծախսեք, բայց բիզնես ոնց եք անելու, կամ այդ ինչով եք բիզնես անելու։ Հիմա դառնանք ապահովագրությանը։ Մեր ընկերներից մի կողմից ասում 10,000 չգիտեն ինչ պիտի անեն, Հետո մյուս կողմից ասում գնացեք բիզնես արեք։ Ոնց անեն թոշակառուներին։ Ոնց անեն, նախ դու գիտեք, որ թոշակառուներին վար ուր մնաց թոշակառուն, որին վարկ չեն տալի, բիզնես դնի, բայց ուզում եմ անդրադառնալ նաև այդ մտքին, որ մենք թոշակառուին չենք տալու 12,000 դրամը, չնայած թոշակները բարձրացնում ենք, դա ուղղելու ենք ապահովագրությանը։ Հիմա ուրեմն մեր ծանոթներից մեկը ներկայացնեմ մեկ դեպք եւ ես վստահ եմ, որ բոլորի մոտ այդպես է, ունի ապահովագրություն եւ անցել է վիրահատություն։ Ուրեմն ասել են վիրահատությունը չի փակում, կատեն չի փակում, սոնոն չի փակում, էխոն չի փակում, արյան անալիզի այ որ այս պարամետրը ըլներ կփակեր, բայց քանի որ դուք այս ֆերմենտն եք անալիզի տվել չի փակում, այսինքն այդ ապահովագրությունը առողջապահական խայտարակ մեծ ֆեյք է, ով ունի ապահովագրություն գնում է, ասում են սա չի փակում, սա չի փակում, ձեր ապահովագրությունը սա չի փակում, սա կարա փակի, եթե գումարի կեսը դուք տաք, մնում է, որ վերջում այդ ամբողջ ապահովագրությունը փակում է մի հատ մեզի անալիզ, էների մեջը եթե ինչ որ լրջագույն հետազոտություններ չարվի կորտիզոլի կամ ես չգիտեմ ինչի եւ արյան ընդհանուր անալիզ, բայց եթե ասվի արյան ընդհանուր անալիզի մեջ մի հատ ասենք ես չգիտեմ որևէ այլ ֆերմենտ դնենք, վсё, դա այլևս չի փակում, այնպես որ սիրելի թոշակառուներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը Նիկոլ ընտրողներն է, այն 10,000-ը 12, որ պիտի բարձրացվի ձեր թոշակները, բայց Նիկոլը չի տալու ձեզ, որովհետև չի վստահում, որ դուք կարաք այդ 10,000-ը ճիշտ ծախսեք եւ ուղղելու է ապահովագրությանը, իմացեք, որ առողջապահության նախարարի, որ ամեն օր սենց ռիլերը անում, իր ասենց տոմնի հայացքով սկսում է ուզում է նմանվել արդարադատության նախարարին, այդ հայտարարահայ սենց գլամուր վիճակների մեջ է սկսել իրան գցել, այդ ամբողջ ապահովագրական այդ բլեֆը իրականում որևէ կապ չունի ձեր հիմնարար խնդիրների հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։